մեր խոսքի, առօրյա խոսքի, բառերի մի զգալի մասը թուրքերեն է, մյուս զգալի մասը ռուսերեն, Հիմա նաև անգլերեն։ անգլերենն էլ իր հերթին մի դերասանուհի, այսպես ասած, ասենք դերասանուհի, գնացել է Ամերիկա, այնտեղ ապրել է կամ ապրում է քանի տարի, եկել է Հայաստան, էկրանից խոսում է։ Вообще-то ես կոմեդիյնի դերերը շատ եմ սիրում, ու ես գնամ նրա խաղը նայեմ, հա, եւ մնում է 2 րոպե, մեկ ասում է oh my god, so սրանք բոլորը թունդ եւ կատաղի հայրենասերներ են, ողբերգական վիճակ է, բավական է նայել հայկական հեռուստատեսության հաղորդումները համոզվելու համար, իսկ ովքեր փորձում են գրական լեզվով խոսել, դա էլ ուրիշ աղետ է, փոխանակ մարդը ասի, հավը ձված, ասում է, հավը կատարեց ձվի ածում, փոխանակ ասի, ես խանութից գնեցի այսինչ բանը, գնում կատարեցի եւ այլն, իբրև գրական լեզու է դա կրթության պակասն է, եթե մենք ունենայինք իսկական դպրոց, որտեղ իսկական կրթություն են տալիս, գիտեք, 19-րդ դարում ռուսները կրթական հաստատություններ ունեին, զինվորական կրթական հաստատություններ կային, ինչու եմ ասում զինվորական, հիմա պարզ կլինի, Լերմոնտովը մյուսները սովորում են 2 տարի, այդ բոլոր զինվորականները 19-րդ դարը էպիստոլյար գրականության դարերը, էպիստոլյար, այսինքն անձնական գրական, օրագրեր, նամակներ, հուշեր, այդ բոլոր շրջանավարտները պահպանվել են նրանց գրածները, փայլուն, եւ այդպես մինչեւ 1917 թվականի կործանարար աշխարհի մեծագույն չարիքը հոկտեմբերյան հեղափոխություն կոչված աղետը, գիմնազիաները, որտեղ մարդիկ սովորում էին, պարտադիր էր իմանալ հին հունարեն եւ լատիներեն, մարդիկ ինչ սովորեցնում էին, սովորողները դա գիտեին, սովորում էին, այդ զինվորական, ես դեռ զինվորականն եմ վերցնում, նրան էդ եմ մեջ բերում, դրան եմ դիմում, այդ զինվորականների, ռուս զինվորականների, սպաներ էին, չէ, նրանց օրագրերը եւ այլն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, անթերի գրագիտությամբ գրված, այդ մեր որ դպրոցականը, դպրոցը ավարտելուց հետո մենք օտար լեզու ենք անցնում, մի 10 տարի ռուսերեն ենք անցնում, օտար լեզուն ու ռուսերենը թողնենք, հայերենը 10 տարի մայրենի լեզուն սովորելուց հետո, քանի հոգի կարող է անսխալ իր կենսագրությունը գրել, շարադրել, համալսարան ավարտողների քանի տոկոսը, ես այդ դիպլոմային աշխատանքները տեսել եմ, անթիվ տառասխալներով եւ այլնով լեցուն բանասիրական ֆակուլտետի, սա մեծ ողբերգություն է եւ մենք մեր լեզվի հանդեպ ուրիշ վերաբերմունք պիտի ունենանք, ինչու հայությունը այսօր ցրված է աշխարհում մեկ, ինչը կարող է միասնականության բերել մեր ժողովրդին, մի ժամանակ այդպիսի մեծ դեր խաղաց մեր հոգևոր կյանքում եւ դա նպաստեց ազգային ինքնագիտակցության մեծ վերելքին 60-ական թվականներին հայոց մեծ աղետի, մեծ եղեռնի փաստը 50-60-ական թվականներին եղեռնից մազապուրծ մարդիկ, որոնք երեխա էին եղել եւ այլն, դեռ ողջ էին Չէ, 70 թվականին, մարդը 15 թվականին, եթե 70 թվականին 70 տարեկան է, 15 թվականին առնվազն 15 եղել, որ մի կերպ փախած գաղթականների 300-400 հազար գաղթական լցվեց Հայաստան, ուրիշ երկրներ գնացին փրկվածները, կենթանի հիշողություն էր դա, իրենք տեսել էին դա, հասկանում եք, եւ դա
դարձավ համընդհանուր ողբերգություն։ Եվ դա միավորեց, որքան էլ զարմանալի լինի, համախմբեց, դա դարձավ բոլորիս ողբերգությունը, բոլորիս ցավը, կապ չունի մենք անձամ մասնակից ենք եղել կամ կրել ենք այդ աղետի ազդեցությունը, կորուստ ունեցել ենք մեր ընտանիքում, տոհմում, թե չէ, կապ չունի, բայց սերունդներ են փոխվում։ Այսօր բոլորովին այլ վերաբերմունք կա։ Ֆրանսիայում 500,000 հայեր ապրում մինչև 88 թվական։ Դրանց մեծ մասը գրեթե բոլորը հայերեն գրել չգիտեն կամ խոսել չգիտեն, կարդալ չգիտեն։ Ինչով։ Որովհետև նրանք արդեն ֆրանսիացի են։ Զավակները առավել ևս։ Սրանից մի երևի 20 տարի առաջ կամ 25 ես Փարիզ էի գնում եւ մեր լրագրողների միության նախագահ Տիկին Աստղիկ Գևորգյանը ինձ խնդրեց մի նամակ տանել Աշխարհ թերթի խմբագրություն։ Գնացի, փնտրեցի, գտա Մաջենտա բուլվար, չգիտես որտեղ եւ այլն, 6-7 հոգի մարդ կար, կին եւ տղամարդ, հասակավոր։ Նկատի ունեմ 60 անց։ Ասացի ձեզ նամակ եմ բերել Հայաստանի լրագրողների միությունից, հայկական թերթի խմբագրությունն է։ Նայեք ասավ, մեզ ոչ մեկը չի կրնար հայերեն կարդալ, միայն Պողոսը կրնա, բայց Պողոսը անիգա ոչ չէ, անիգա բոլսեցի, անիգա կրնա կարդալ։ Այդ հայկական էջի պատասխանատուն է։ Ասեց մեզ համար կկարդաք, նամակ ասի, եթե կարտոն եք, իհարկե կկարդամ։ Ինչ կա որ։ Այդ 4 տողը կարդացի, որ ձեզ հրավիրում ենք եւ, բայց շատ տխուր էր։ Հայկական թերթի խմբագրությունում հայերեն կարդալ չգիտեն։ Հայերեն կարդալ չգիտեն մարդիկ։ Այդպես է կանուխ թե ուշ դա լինելու է։ Այնպես որ նրանց հիմա ոգևորել ես առնչվել եմ այդ երիտասարդության հետ։ Եղերնի գաղափարով դա նույնն է, որ իրենց ոգևորես ավարայրի ճակատամարտի գաղափարով։ Գնալով այդ ուժը թուլանում է։ Մենք աչքի առաջ տեսնում ենք։ Մենք այն նախանձախնդիր հայը չենք այլևս։ Հայկական անունների նայեք այսօր սա առանձին խոսակցության նյութ է, ես դրան էլ կանդրադառնամ հիմա։ Եվ Հայաստանից գնացողների ասում են 10 միլիոնից ավել հայ կա աշխարհում։ Այդպիսի երկիր գիտեք, որ 20% ապրի իր հայրենիքում։ Ինչ ենք այդքան տարամոլ։ Ես չգիտեմ, դա էլի մեր դաստիարակության պակասից է։ Մենք հոգևոր դաստիարակություն, հոգևոր ասելով կրոնականը չեմ նկատի չունեմ։ Մեզանում հոգևորը կարող է նշանակել եւ կրոնական եւ ներաշխարհային մտածողական հարստություն։ Մենք այդ դաստիարակությունը չենք ստանում, ցավոք սրտի։ Աշխարհում մարդ երկու բան չի ընտրում։ Իր ծնողներին, ինքը ծնվում է այդ ծնողների զավակ, այսինքն իր ազգությունը չի ընտրում։ Եթե անվանը դիմաց ֆրանսիացի գրես, գերմանացի չգիտես ինչ, դու մնում ես հայ, որովհետև այդպեսին ծնվել ես, գրելով չի լինում։ Եթե Աֆրիկայից 6 միլիոն հոտենտոտ բերենք Հայաստան եւ բոլորի ազգանունը գրենք Տեր Խաչատրյան, նրանք հայ չեն դառնալ։ Հայը մտածողություն է, հայը զգացողություն է։ Ես իմանուշ Հայաստանի բանաստեղծության ամեն բառը ունի իր գույնը, իր համը, իր երանգը, իր ձայնային հնչեղությունը, այդ զգացողությունը պիտի ունենաս, որ հայ լինես։ Երբ որ թողնում գնում ես, գնում են օտար քաղաքների փողոցներում դուրս են գալի, գոռում են հայրենասիրական, ծիծաղելի է, զավեշտ է եւ ողբերգություն է դա։ Ինչը կարող է միավորել մեզ, մեր լեզվի գիտակցությունը։ Մեր լեզուն է, որ կարող է։ Մենք գիտեք քանի բարբառ ունենք։
70-ից ավելի 80-ից ավելի բարբառ ենք եւ ենթաբարբառներ ունենք այ եկավ մեր գրական լեզուն եւ դարավ մեզ համար ընդհանուր լեզու միավորեց մեզ մարդիկ որոնք ստեղծեցին մշակեցին այդ լեզուն դժբախտաբար երկու ճյուղ ունի արևելահայերենը Ինչու դժբախտաբար դժբախտաբար որովհետեւ արևմտահայերենը այսօր լեզու է առանց հայրենիքի մտածել եք այդ մասին լեզուն կա այդ լեզվով ստեղծված գրականություն կա այդ մարդիկ կան որ այդ լեզվով խոսում են ուր է այդ լեզվի հայրենիքը ողբերգություն է չլատվեցինք մենք դա էլ ուրիշ պատմություն ունի ինչու եղավ այդպես կարելի է հասկանալ բայց ոչինչ անել այլևս հնարավոր չէ վերադարձ չկա Իսկ ինչու են այսօր ավելի դժվարությամբ մարդիկ խոսում էյով եւ ավելի հեշտությամբ որտեվ գիրք չեն կարդում Արդյոք լեզուն նաեւ այդ ճկուն լինելու հատկությունը չունի եւ չէ լեզուն այդ հնարավոր չի գա մի ժամանակ որ անդառնա գրական հայրենի մի մաս չի կարող այդպես լինել այդ դեպքում դուք ձեր ունեցած 200 տարվա գրականությունը ուր պիտի նետեք վաղնել մեկը գասի անել փոխենք բեյով հա այդպես չի լինում նոր գրողներ այսպես ասած հայտնվեցին որոնք փողոցի գրեհիկ լեզվով հայոյանքներով գրքեր եւ ոտանավորներ գրեցին այսպես ասած բանաստեղծներ մանավանդ բանաստեղծուհիներ եւ գրողներ եւ պատճառաբանեցին այդ արցակագիրներից մեկը ասում էր որ Բախ Խաչատուր Աբովյանը այդ մարդը անգրագետ էր անունը չեմ ուզում տալ գրքերի հեղինակի վայրը Խաչատուր Աբովյանը սքանչելի գիտեր գրափար առաջին բանաստեղծությունը կարոտություն նախնի վայելչության մոտ գրափար ընտիր եւ գրական լեզվով գրված ընտիր հոդվածներ եւ այլն իր վեպը նա հատկապես գրել է այն լեզվով որը մատչելի էր այդ ժամանակվա ընթերցող մենք դպրոցներ չունեինք կրթական համակարգ չկար միասնական գրական լեզու չկար նա խնդիր ուներ իրագործելու եւ իրագործել է դա Նա չի ասել, որ հետագայում բոլոր գրողները պետք է գրեն փողոցի լեզվով։ Երբ որ մենք այսօր Փառք Աստծո գրական լեզվով ստեղծված, մշակված փառահեղ գեղարվեստ ունենք, գրականություն ունենք գրական լեզվով ստեղծված, դպրոցների ցանց ունենք, վիթխարի կրթական համակարգ ունենք, լավ թե վատ, դասագրքեր ունենք, այդ բոլորը նետենք մի կողմ նորից դառնանք փողոցի լեզվին Բայց փաստացի ժողովուրդն ավելի շատ մոտ է այդ լեզվին քան Հարգելիս եթե դուք քվեարկությամբ պիտի անեք Բրամսը որ գար հիմա կենթանանար գար Հայաստան եւ մարզադաշտում նվագեր 10-15 հոգի կգնար բայց անունը չեմ ուզում տալ մեր խոսակցությունը չեմ ուզում պղծել Ալա թուրքա կախկանձողին, որին տալիս են վաստակավոր արտիստի կոչում, մարզադաշտ է լեցնում, ուրեմն հիմա Բրամսն է երաժիշտը, թե ալա թուրքա կախկանձողը, այդպես չեն գրականության և արվեստի մասին այդպես չեն խոսում, Միսակ Մեծարենցը մեր հանճարեղագույն բանաստեղծներից մեկը սքանչելի ձևակերպում ունի սահման մկա ուրկեվար գրագետը իրավունք չունի իրեն գրագետ գրողին էին ասում իրավունք չունի իջնելու եթե կարող է ընթերցողը թող բարձրանա այդ աստիճան մենք ժողովուրդ դաստիարակելու փոխարեն ինչ ենք անում այդ գրեհ կլկլոցները թուրքական հիմա երկի Ես գյուղ եմ գնում գալիս եւ այդ վարորդները մի երաշտություն են դա երևակայություն է պետք երաշտություն անվանելու միացնում են հայերեն բառերով մարդը երկար բարակ ռեչիտատիվ է չգիտես կես արտասանական այ կես ես այսպես դու այնպես ես այսպես ժամերով լավագույն դեպքում երբեմն բառերել չեն լինում բառերը երկարացնելով
Վարորդին ասում ես երկը կարող ես երկը, ասում այդ ոնց երկեմ, երկը մեղեդի պետք է ունենա եւ այլն։ Այս որ լսում ես ընկեր ջան, թուրքերեն երաժշտություն է, ալա թուրքա է, Բարսեղ Կանաչյանի դուստրը, ականջը կանչի, եթե ողջ է, Սեդա Կանաչյանը եկավ Հայաստան տարիներ առաջ, խենթացել էր, ասին չէր գիրենսավ, ալա թուրքա երկողին վաստակ պուտան, վաստակավոր էին տվել այդ կաղկանձողներից երկուսին, եւ մարդը վիրավորվել էր, խենթացել էր, այդպես չի լինում, արվեստը այդպես չեն հաշվի առնում, թե ում ինչ է դուր գալիս, ժողովուրդը դա է, ժողովուրդը գլուխը պատին է տալիս, թող ներվի ինձ ասել, ես նկատի ունեմ այդ սև զանգվածը, Վահան Տերյանի արքայական լեզուն եւ հնչում է իբրև աղոթք արքայական քո լեզուն, մաքուր, գեղեցիկ, սքանչելի, ինչ անենք, դա թողնենք մի կողմ, գնանք փողոցի գրեհիկ լեզվով խոսենք, այդպես գրքեր գրենք, չի լինի այդպես։ Ֆրանսիայում կառավարությանը կից կա հատուկ մի հանձնախումբ, որը բացառիկ իրավասություններ ունի։ Ես որ պատմում էի, ընկերներս չէին հավատում, մինչև Մոսկվայի լիտերատուրնայա գազետան տպագրեց դա այդ մասին։ Ուրեմն այդ կոմիտե կոչվածը, այդ հանձնախումբ կոչվածը իրավունք ունի արգելք դնելու նույնիսկ ռազմական նախարարության հրապարակումների վրա, եթե դրանց մեջ մեղանչում կա ֆրանսերեն լեզվի դեմ։ Դուք պատկերացնում եք դա ինչ է։ Առհասարակ Ֆրանսիայում օտար բառ գործածելու համար եթերում, մամուլում եւ այլն մինչև 25,000 ֆրանկ տուգանք է։ Եվ գիտեք խորհրդային իշխանության տարիներին անունը պետք է տամ, Անդրանիկ Չալգուշյան անունով մի մարդ կար, հայրենադարձ էր, սփյուռքահայ, որը ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիրն էր։ Ես այդպիսի մարդ չեմ տեսել։ Կես նոտա օտար ոչ հարազատ հայ երաժշտությանը չէր կարող եթեր հասնել։ Դժբախտաբար կան հաստատություններ, կա Հայաստանում Կոմիտասի անվան երաժշտանոց, որտեղ մեծ մասը խոսում են ռուսերեն, ռսախոս ժողովուրդ են նրանք, Չարենց ասում էր ռսախոս գրելի այդպես, խմբապետ Շավարշում, կա այսպես կոչված կոմպոզիտորների միություն, 150 անդամ կա միության, մի հատ երգ գրել է, նրանցից մեկը որ է ժողովրդի երգի, Արամ Խաչատրյանը 2 երգ է գրել, Սիրուն Երևան, Գարուն Երևան, եւ Պեպոյի երգը այդ կինոնկարում դամբը ձեռից աշխատում է, ժողովուրդը ամեն օր կարող է երգել, ես նկատի ունեմ մեր հոգով մաքուր, բարձր, գեղեցիկ հայ ժողովուրդը, որը հոգով եւ էությամբ հայ է, լինի գյուղացի, լինի բանվոր եւ այլն, նույնիսկ մտավորական, նրանց մեջ էլ հայեր կան, ուրեմն իսկ այդ 150 հոգին քանի երգ է գրել, որ մեր ժողովուրդը խլի կոմպոզիտորից սկսի երգել, որտեվ չեն կարող, որտեվ ոչ հայ պոեզիա գիտեն եւ ոչ հայոց լեզու։ Հայ երգը ծնվում է հայ բանաստեղծությունից, հայոց լեզվից, հայոց լեզուն է ծնում այդ երաժշտությունը։ Դրա համար պետք է լեզվի եւ պոեզիայի մեծ զգացողություն ունենալ։